Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ արգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուր թռավ Լևոն Քոչարյանը, փոքրիկ իշխանը, խոսած փախավ, ուրեմն Լևոն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից, ձեր ողջ խմբակցությանն ուղված ու պատիվ ունեմ ուղված, իմացի, որ հաջորդ հարց ու պատասխանին ձեզ ավելի խիստ գնահատականներ են սպասվում, որոնք արտահայտելու են ձեր ողջ էությունը, ձեր ապրած կյանքի մասին էլ։ Ես առասարակ Հեն կարծիքին եմ, որ երեխաներն իրանց ծնողների արարքների համար պատասխանատու չեն, մինչև այն պահը, երբ որ երեխաներն իրենք են հայտ ներկայացնում այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու։ Ուրեմն լսի Լևոն Քոչարյան, ուշադիր լսի, ականջները ձգի ու լսի, այդ որ գալիս է այստեղ ծեծերից ես խոսում, սրան այսպես քաշքշեցին, ինձ մեքենայի մեջ վայ քաշքշեցին, թևերս ցաված եւ այլն, կգնաս հորդ կհարցնես, այդ ոնց էր ելնում, որ մարդկանց զուգանում ծեծում էին ու էլ զուգանից դուրս չէին գալի, կգնաս հորդ կհարցնես, ոնց էին մարտի 1-ին դիմը արկարակով մարդկանց սպանում փողոցներում, կգնաս հորդ կհարցնես, ոնց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27, կգնաս հորդ կհարցնես, ոնց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ, կգնաս հորդ կհարցնես, ոնց էր ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ինչ էին ասում մեր Հայաստանի Հանրապետության շարքային ազնիվ քաղաքացիները, ում թալանում էիք առավոտից իրիկուն։ Մի հատ էլ եկել այստեղ ժպիտով, ասում եմ մեզանից ապօրինի գույքեր են, դու մարդիկ կարդում է, չի ավարտվում է ձեր ապօրինի գույքը, արա։ Հազարավոր մարդկանց կյանքի փող եք լափելու կերել, հանգստացի պարոն Մինասյան, նստեք տեղներդ լսեք, մի գնացեք, խոսալ գնալով չի ընդհանրապես, ուստեղ եկել ասում եք մենք չենք կարա խոսանք, չեք կարա խոսակ, ով եք դուք որ խոսակ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայից, մարդու իրավունքների խախտումներից, թալանից, կառավարումից, ով եք դուք ընդհանրապես, ձեր կառավարումը տեսանք, հեղափոխությունից հետո մի ամիս էլ չհասցրեցիք աշխատել, ձեր ապիկարությունը տեսանք, վարչապետը հրապարակային դες դուրս է շպրտել կառավարությունից, շպրտել է դուրս ձեզ կառավարությունից, այդ է մեր վերջնական եւ հստակ գնահատականը ձեր կառավարման ընդհանրապես եւ ձեր էությանը։ Զզվեցիք թողեք արդեն իսկականից, ձեռեք արել է ժողովրդին։ Այո, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը անելու համար մեզ 3, 4, 5 տարի ժամանակ է պետք գալի։ 3 տարի ժամանակ է պետք եղել։ Հիմա մտել է ընթացքի մեջ այդ ապօրինի գույքը ու հատիկ ամեն ինչ վերադարձվելու է այս պետությանը։ Ու հիմա այսպես ջղաձգված եկել եք, փորձում եք ձեր լափածը թալանացա հետ բերեք։ Սենց ինչ-որ բան փորձում են քաղաքացիական պայմանագիր խմբակցության, իշխանության ներկայացուցիչներին մեղադրել են բոլոր կերած բաներում, ինչ-որ իրանք են արել։ Ով եք դուք ընդհանրապես։ Այո, վարչապետը ասել է լավ արե էլի անելու։ Մենք էլ ենք անելու, ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալու, ով եք դուք, ով եք եղել ընդհանրապես եւ ուր եք գնում։